Ձեր հարցի առաջին նախադասություններին, որտեղ դուք ասիք, եթե այնպես պատահի, թույլ տվեք իմ վստահությունը արտահայտել, որ այդպես չի պատահի, եւ սա ինչու եմ այսպես ասում, նախ ոչ միայն վերջին մի ամսվա ընթացքում ժողովրդի հետ մեր ունեցած շփումները եւ տեսնելով ժողովրդի տրամադրությունները, քաղաքացիների տրամադրությունները եւ խոսույթը, երկրորդը բացի դրանից, գիտեք ինչ, ի վերջո կամ պատմական ցիկլեր եւ այն ինչ որ դուք նկարագրում եք կամ ինչ որ ասում եք կամ ընդդիմությունն է ասում, պատմականորեն անհնար է եւ անտրամաբանական է, որովհետեւ դժվար է հավատալ, որ մի ժողովուրդ ավելի քան հազարամյա դեգերումից հետո հասել է այն հանգրվանին, որին ձգտել է, եւ մեկ էլ այդ հանգրվանից 5 րոպե առաջ կատարում է կտրուկ շրջադարձ զարգացման օրակարգից վերադառնալով գոյատևման եւ գոյապահպանության օրակարգին։ Այսինքն իմ կարծիքը այն է, որ դա պատմականորեն անհնար է։ Եվ մենք պարզապես պետք է պատմական պահը ճիշտ գնահատենք եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ քաղաքացիները եւ պատմությունը հասցնենք տրամաբանական եւ շատ կարեւոր է ոչ թե ֆատալիստական, այլ ինչ որ ֆատալիստական տրամաբանությունը ճեղքելու միջոցով ի վերջո խաղաղ հանգրվանին։ Իսկ երկրորդը տեսեք, դուք արդեն մասամբ հարցին պատասխանեցիք, չնայած մասամբ չէր, ամբողջական պատասխանեցիք։ Որտեղից է այդ համոզվածությունը։ Բոլոր այսօր ընդդիմադիր ըստ էության ճակատով հանդես եկող ձեր նշած ուժերը բոլորը հանդես են գալիս խաղաղության վերանայման տրամաբանությամբ։ Ընդ որում հենց իրենք օգտագործում են խաղաղությունը պարտադրելու, ուժային մեթոդներով խաղաղություն պարտադրելու եւ այլնի մասին։ Դա այլ կերպ քան պատերազմի ճանապարհ ոտք դնել անհնար է։ Այսինքն բոլորը այդ ուժերը ում եք ասում, կոնկրետ Քոչարյան, Կարապետյան, Ծառուկյան ուժեր, բոլոր երեքը հանդես են գալիս, մեկը ասում է վերաբանակցենք, մեկը ասում է ուժով պարտադրենք, այսինքն ընդհանուր տրամաբանությունը դա է։ Այսինքն իրենք չեն համարում, որ այն խաղաղությունը, որը կա, այդ խաղաղությանը պետքա տեր կանգնել եւ այդ խաղաղությունը պետքա խնամել։ Իրանք ասում են, որ այդ խաղաղությունը պետքա վերաբանակցել, ինքը այն չի։ Եվ դա բացում է միանշանակ էսկալացիայի ճանապարհը։ Եվ ինչու պետք է դա տեղի չունենա, այն էլ աշխարհաքաղաքական այս միջավայրում, որտեղ այնտեղ որտեղ պատերազմի հնարավորություն կա, այնտեղ որտեղ պատերազմի դուռ կա եւ այդ դուռը բաց է, պատերազմը մտնում է, մենք չենք տենում ինչ է կատարվում աշխարհին։ Որտեղ փոքր ճեղք եղավ, պատերազմը այդ ճեղքով մտնելու է։ Իսկ ձեր ասած ուժերը ոչ թե ճեղքի մասին են խոսում, իրանք դռների փեղկերը